Ողջույն բոլորին, այս տեսանյութում հունվար ամսվա հաջողության կոդերն են։ Այս կոդերը հաշվարկված են թվագիտությունից ելնելով, նաև աստղաբանությունից ելնելով, ամսի 1-ից մինչև 31-ը ծնվածների համար։ Այս տեսանյութում ես ներկայացնում եմ 5 նիշանոց կոդը, բայց նաև գոյություն ունի 6 նիշանոց կոդը, որը կարող եք ձեռք բերել ընդամենը գրելով ինձ որևիցե հարթակում կամ սոցցանցերում կամ նաև Viber-ով։ Այս կոդերը լինում են ամեն ամսվա համար։ Ամիսն ավարտվեց, արդեն այդ կոդը չի գործում, եթե օգտագործեք օրինակ նախորդ ամսվա կոդը։ Այդ թվերը, եթե հենց այնպես պարզապես ինչ-որ միտեղ գրեք եւ պահեք ձեզ մոտ, դրանք ոչ մի ազդեցություն չունեն։ Դրանք կլինեն ընդամենը թվեր։ Այդ թվերը պետք է ամեն օր բարձրաձայն հատ առ հատ իրար հետևից կրկնեք, որպեսզի մեկը մյուսի էներգիան ձեզ օգնի, մեկը մյուսին էներգիա տալով ձեզ համար հաջողություն է բերում։ Ամեն թիվ ունի իր նշանակությունը հատուկ հենց ձեզ համար։ Եվ նախորդ այն ինչ որ ես ձեզ ասել եմ, այդ ամսվա կոդերը մոռանում եք, հանում եք, որտեղ փակցրել էիք եւ ամրացնում եք սա։ Կարող եք ամրացնել օրինակ ձեր բաղնիքում, հայելու վրա, որտեղ որ դուք շատ եք լինում, եթե առավոտյան արթնանում եք, գնում եք խոհանոց եւ պետք է դարակը բացեք եւ ձեզ համար օրինակ սուրճ պատրաստեք, ապա հենց այնտեղ կարող եք տեղադրել կամ սուրճի վրա անմիջապես այդ արարողության ժամանակ կարող եք այդ թվերը, կոդերը հատ առ հատ իրար հետևից ասեք, բայց շատ արագ էլ պետք չի ասել։ Գոնե ինչ որ վայրկյաններ պետք է մեկը մյուսից հետո կրկնեք։ Եվ դա ձեզ մեկ ամսվա ընթացքում ամեն օր պետք է ասեք։ Ամեն օր մեկ ամսվա ընթացքում, եթե ցանկանում եք, քանի անգամ սուրճ եք պատրաստում, այնքան կարող եք անել, քանի անգամ նայում եք ձեզ հայելու մեջ, կարող եք այդքան ժամանակ ասել, բայց շատ մի չարաշահեք, ամենայն դեպս դրանք ուժեր են, եթե մեկը մյուսի հետևից կրկնեք։ Ընդհանրապես օրը մեկ անգամն էլ բավական է, որպեսզի այդ թվերը ձեզ հաջողություն բերեն։ Սա ընդհանրապես մաթեմատիկա է, թվագիտություն։ Սա ընդհանրապես թրթռումներ են, որոնք որ դուք տալիս եք տիեզերք, եւ տիեզերքը վերադարձնում է ձեզ այդ հզոր ուժի միջոցով։ Եվ ամեն թիվ իր նշանակությամբ հետ է գալիս դեպի ձեզ։ Եվ իհարկե, ամենակարևորը, ձեր թվերը պետք չէ ասեն ուրիշ մարդիկ։ Ձեր թվերը պետք է ասեք միայն դուք։ Եվ դուք էլ պետք չէ ասեք ուրիշի թվերը, որպեսզի ակտիվանա օրինակ ինքը մոռացել էր այդ օրն ասել, եւ դուք պետք է ասեք իր փոխարեն, որպեսզի ակտիվանա, ոչ։ Դա այդ թվերը ձեզ չի վերաբերվում։ Եթե դուք ծնվել եք ամսի 2-ին, ձեր թվերն ուրիշ են։ Եվ պետք է հասկանաք, որ այդ թվերը միայն օգնում են լուծել ձեր խնդիրները։ Ձեր կյանք հաջողություններ գրավեք, ոչ թե մեկ ուրիշի, որովհետև այդ թվերը ոնց որ այդ էներգիան թվերի անցնում է ձեր միջով եւ ձեզ բերում է հաջողություն։ Այդ թրթռումները ձեր մարմինն է զգում եւ դրանից էլ հենց գալիս է հաջողությունը այդ թվերի իրար համահունչ, իրար հետևից կրկնվող այդ էներգիաները։ Եվ այդ թվերը ասելուց պետք է դուք զգաք այդ թվերը։ Ոչ թե հենց այնպես, պարզապես 1, 2, 3, այդպես պետք չի ասել։ Ամեն հատ առ այդ թիվը ասելուց դուք այդ թիվը, այդ էներգիան պետք է զգաք։ Հետո նոր հաջորդն ասեք։ Դրա համար օրը մեկ անգամը բավական է։ Պարզապես այդ թվերը զգալու համար։ 8 զգացեք այդ թիվը, 2 զգացեք այդ թիվը, հետո նոր շարունակեք մինչև վերջ։ Թվերն ասելուց անպայման ժպտացեք, ուրախ եղեք, հավատքով ասեք։ Եվ պարզապես հավատացեք հրաշքին, հենց այդ պահին, որովհետև թվերը դրանք ուժ են։ Եթե դուք այդ թվերն ասեք հենց անձամբ ձեզ համար, ձեր օգտի համար, ձեր հաջողության համար, ապա կտեսնեք այդ հաջողությունը շատ կարճ ժամանակում։ Եվ եթե ուզում եք արդյունքներ ունենաք, արդյունքներ ստանաք, ապա այդ թվերը պետք է իրոք զգաք։ Եվ կենտրոնացեք միայն ձեր վրա հենց այդ պահին։ Եվ պետք է հասկանաք, որ այդ հաջողությունը երկնքից չի իջնի։ Դուք կարող եք ինչ-որ մի հարցի պատասխան շատ հեշտությամբ գտնել։ Ինչ-որ մի բան եք ցանկանում անել, ունենալ եւ դա շատ հեշտությամբ ստանաք։
Դրա միջոցով կարող եք ունենալ հաջողություն, ոչ թե ինչ-որ մի բանում, օրինակ հարստանաք կամ եւ այլն, նման բաներ սա տեղի չունենա։ Ինչքան էլ որ դուք սպասեք հրաշքի եւ հավատաք, միևնույն է, դա որևիցե մի բանի միջոցով է ձեզ գալու։ Այդ թվերը ձեր թվերը իհարկե, միայն դուք ինքներդ կարող եք ակտիվացնել։ Եվ ձեր կարդալու միջոցով, թե ինչպես կարտասանեք այդ թվերը, եւ ձեր հավատքի միջոցով։ Այդ թվերը ձեզ ոչ մի վնաս չեն բերի, ոչ մի վնասակար երևույթ ձեզ հետ չի կատարվի, այլ հակառակը, եթե որևիցե մի թիվ ավելի ակտիվ ասեք, կամ ավելի պակաս ասեք, ապա այդ թվերը ձեզ մոտ ավելի շատ ակտիվ կլինեն, եւ հենց այդ թվերը ձեզ օգտակար կլինեն, բայց ոչ ամբողջ միասին։ Դրա համար բոլոր թվերը պետք է ասել հստակ, հասկանալով, զգալով, ձեր ներսում եւ այդ էներգիան զգալով։ Եվ կտեսնեք, թե ինչ արդյունքներ կունենաք։ Այս թվերը մի գրեք, մի պահեք ձեզ մոտ, մի դրեք ձեր դրամապանակի մեջ, մի դրեք ձեզ որպես օրացույց կամ եւ այլն։ Հարկավոր չէ պահել այդ թվերը ձեզ մոտ, եթե դուք այն չեք բարձրաձայն ասելու եւ չեք օգտագործելու։ Միայն հարմարեցրեք այնտեղ, որտեղ որ դուք առավոտյան կամ ցերեկը կամ երեկոյան այդտեղից ինչ որ մի բան եք վերցնելու, զբաղվելու եք դրանով եւ դա կընկնի ձեր աչքը։ Եվ հենց այդ պահին, ոչ թե միանգամից արագ-արագ լավ այսօրվանը ասեմ 5 8 6 9, ոչ։ Հենց այդ պահին պետք է դուք մի հատ կենտրոնանաք այդ թվերի վրա, ասեք այդ թվերը եւ անցնեք արդեն մյուս գործերին։ Դրա համար հարմար է դա անել առավոտյան շատ շուտ։ Եվ այսպիսով, ովքեր որ ծնվել են յուրաքանչյուր ամսվա 1-ին, 10-ին, 19-ին կամ 28-ին, ապա հունվար ամսվա ձեր հաջողության կոդերն են 2 2 5 5 1։ Ովքեր ծնվել են յուրաքանչյուր ամսվա 2-ին, 11-ին, 20-ին կամ 29-ին, ապա հունվար ամսվա ձեր հաջողության կոդերն են 3 3 8 8 4։ Ովքեր ծնվել են յուրաքանչյուր ամսվա 3-ին, 12-ին, 21-ին կամ 30-ին, ապա հունվար ամսվա ձեր հաջողության կոդերն են 4 4 2 2 7։ Ովքեր որ ծնվել են յուրաքանչյուր ամսվա 4-ին, 13-ին, 22-ին կամ 31-ին, ապա հունվար ամսվա ձեր հաջողության կոդերն են 5 5 5 5 1։ Ովքեր ծնվել են յուրաքանչյուր ամսվա 5-ին, 14-ին կամ 23-ին, ապա հունվար ամսվա ձեր հաջողության կոդերն են 6 6 8 8 4։ Ովքեր ծնվել են յուրաքանչյուր ամսվա 6-ին, 15-ին կամ 24-ին, ապա հունվար ամսվա ձեր հաջողության կոդերն են 7 7 2 2 7։ Ովքեր ծնվել են յուրաքանչյուր ամսվա 7-ին, 16-ին կամ 25-ին, ապա հունվար ամսվա ձեր հաջողության կոդերն են 8 8 5 5 1։ Ովքեր ծնվել են յուրաքանչյուր ամսվա 8-ին, 17-ին կամ 26-ին, ապա հունվար ամսվա ձեր հաջողության կոդերն են 9 9 8 8 4։ Եվ ովքեր ծնվել են յուրաքանչյուր ամսվա 9-ին, 18-ին կամ 27-ին, ապա հունվար ամսվա ձեր հաջողության կոդերն են 1 1 2 2 7։ Այսքանը սիրելիներս, հունվար ամսվա համար կոդերը ուղղակի հրաշալի են, այնպես որ օգտագործեք այս թվերը ձեր հաջողության համար։